պահին մենք ուղղակի մեր ունեցած տեղեկությունն է, որ մեղադրանք է ներկայացվելու։ Տեղեկությունը մեզ հայտնի է դարձել պաշտոնական հաղորդագրությունից, ինչպես որ դուք բոլորդ էլ դա կարդացել եք, մանրամասնությունները, թե ինչ հանգամանքներ է նշված, ինչ ում նկատմամբ է, անգամ դա չգիտենք։ Ուղղակի զուտ երեկվա խուզարկությունից եւ այդ բովանդակությունից, որը գրված էր խուզարկության որոշման մեջ, կարող եմ ենթադրեմ, որ երևի թե անտեսելով բոլոր այն տվյալները, փաստական տվյալները, որոշում է կայացել 3-ի մասով էլ քրեական հետապնդման որոշում կայացնել։ Երեկվա խուզարկության արդյունքներով տնից ինչ են կարողացել հայտնաբերել եւ բնականաբար որևէ բան չէին կարող հայտնաբերել։ Համաձայն որոշման փնտրում էին ուրեմն վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ-որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ-որ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Բնականաբար իրենք ուղղակի հանդիպեցին, ել եմ ասում, պատվոգրերի, գրքերի, լավ կներ տենց կարդային, իրենց էլ դա պետք լինելու կարծում եմ, գովասանագրերի շնորհակալություն։ Երեք առողջական վիճակի մասին խոսեցիք Առողջական վիճակի մասին այս պահին տեղափոխել են արդեն։ Տղաներին տեղափոխում են արդեն, երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ։ Այդ առողջական խնդիրները նոր չէր առաջացել, նոր չէր ծագեց։ Առողջական խնդիրները երեխաները ունեցել են, Դավիթը առավելապես, եւ այստեղ խնդիրը նրանուն է, որ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է, ելի եմ ասում, կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակման, այսինքն կոնկրետ խոչընդոտը։ Մի րոպե շուտ այդ երեխան պետք է գտնվեր ազատության մեջ։ Տիկին Մարտիրոսյան, նախորդին Լուսինե Բադալյանի գրառման տակ դատապարտող մի աղջիկ, որն ականատես է եղել տեղի ունեցածին, գրել է, որ խնդրում ենք, որ հանգիստ անցնեն տղայի մոտով, բոլոր թիկնապահներն ըմբռնումով մոտեցան, առանց խնդիրների անցան, սակայն նրանցից մեկը բավականին կտրուկ ու ուժեղ արձագանքեց, հարվածելով տղային։ Պարզ է դարձել հանգամանքը, առաջինը ինչպես է սկսվել, ով է հրահրողը եղել։ Բնականաբար հրահրողը բոլորից էլ պարզ է, թե ովքեր են եղել, որովհետև հանրությանն էլ պարզ է, տեսագրությունները կան, թե ինչպես են մտնում եկեղեցի, ինչպես են խաղաղ այդտեղ կանգնած տղաները ընդամենը եկել էին մասնակցեին արարողակարգին, այդ հրահրման մասը կարծում անգամ քննարկման ենթակա է։ Որովհետև ասում այդ կադրերը համացանցում չեն, հարվածն այնքան ուժեղ էր, որ նա կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ ժողովրդի վրա։ Այդ կադրը կա, ես վստահ եմ այդ կադրը նաև վարդնյականացնող մարմնի տիրապետման տակ է գտնվում, բռունցքով հարվածն է ուղղված դեպի Դավիթ Մինասյանին, որի հետևանքով ինքը ընկել է։ Այո, կա, այս պահին բնականաբար այդ ամեն ինչը անտեսվում է։ Այո, դեմքի շրջանում։ Այդ տեսագրությունները կան։ Այսինքն ըստ այն հանգամանքների, որոնք այս պահին առկա են, Ինչական կոմիտեն ինչու է այսպես չտեսնելու տալիս այդ դեպքում, մասնավորապես նաև նշելով, որ իշխանական ներկայացուցիչներն են նշում են, որ հենց հերթը հասնում է կալանավորվելուն, բոլորը սկսում են առողջական խնդիրներ ունենալ։ Թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև կարող է մի քիչ շատ կոշտ լինի այս պահին այդ մեկնաբանությունս, ինձ ինչ որ տեղեկացնում են այս կողմից այն կողմից, Լուսինե Բադալյան, թույլ տվեք չմեկնաբանեմ էլի։ Կարծում եմ այդ իրենց հայտարարությունների եւ այն գրառումներին, որոնք որ կատարում են, չգիտեմ, Լուսինե Բադալյան, ով այդ աղջիկը, դրանց պետք է մի քիչ մեր մյուս կառույցները արդեն ավելի շուտ, քան մենք կարձագանքեինք, իրենք պետք է արձագանքացնեն։ Պաշտպանը բացի օրինակ աշխատակազմից տղաներին առաջին օրը այցելելու, դրանից հետո ինչ գործողություններ են։ Որևէ գործողություն չի։ Բացարձակապես որևէ գործողություն չի։ Ես ասում եմ, մենք բարձրաձայնեցինք հենց այդ առաջի օրը, որ դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց գործնական որևէ իր կողմից միջամտություն չի եղել։ Այս պահին առողջական վիճակը ինչպես է տղաների հենց այս պահին։ Գիշերն էլ չէ, ոնց որ բարձվեց շտապօգնությունը, առաջի օրն էլ գիշեր էլի շտապօգնություն էր հրավիրվել, հրաժարվել էր ինքը հիվանդանոց տեղափոխելուց, որտեղ լեմ ասում շատ դուրս մենք խնդիր ունենք, Դավիթը ունի չբացահայտված ալերգիա, այսինքն դեղերի նկատմամբ եւ այդ միջամտությունները, որոնք կարող են իրականացվել, կա մտավախություն, որտեղ երեխան ունի ալերգիա։
տիկի Մարտիրոսյան, քանի որ մեղադրանքը արդեն առաջադրվել է, դեռ չի ներկայացվել։ Մենք ընդհանրապես գիտենք այդ պաշտոնական հաղորդագրությունից, որը որ մենք կարդում ենք համացանցից, փորձում ենք կապնվել, իմանում ենք ամեն դեպքում, քանի որ այս հանրային քրեական հետապնդումը կա, դուք ձեր տղաների հետ խոսելով, դա փորձ է եղել հարվածելու, թե պարզապես մենք այդ մասով դեռ չենք խոսել, ահա ջան, այդ մասով դեռ որևէ բան չենք ներկայացրել, առանձին մենք կներկայացնենք հանգամանքների վերաբերյալ, ոնց է եղել ով առաջինը, ով հետո, ինչի համար, այն որ չի եղել հարված եւ ընդհանրապես հարվածի մասին չգիտեմ, այդ հարվածը ոնց հայտնվեց, ով սկսեց քննարկել, ինչ որ մեկնաբանում են, հարվածը հասավ, հարվածը չհասավ, այդտեղ հարվածի բան չկա։ Ինչու եմ ասում, քանի որ քննարկումներ կան նույն քաղաքացիների կողմից, հա, սոցիալական ցանցերում, քանի որ այսօր հիմնական այսպես դերակատարվում է սոցիալական ցանցերը, բայց օրինակ նշում են, ասում են ոնց է ստացվում, գուցե դա էլ է էմոցիոնալ գործում, կամ եթե օրինակ ձեռքի շարժում չներ, այդ թքելու փորձներ եւ ասել էր էմոցիոնալ խորտում է եղել, ինչ պետք է լիներ, այսինքն մի դեպքում պաշտոնյայի կողմից դա արդարացնել որևէ բան չի լինում, իսկ երիտասարդ հենց այ համադրության մեջ նայենք, դուք շատ լավ ասեցիք, մի կողմից պաշտոնյայի կողմից ով կատարում է այդ գործողությունները, չէ, որովհետեւ իրավական դաշտա չի հասնում, իրավական գնահատականի չի արժանանում, իսկ մյուս կողմից, երբ որ մենք արդեն հակառակ կողմում հայտնվում է սովորական քաղաքացին երեխա ուղղակի գնացել է աղոթք անելու եւ խոչընդոտում են դա այդ արողակարգի մասնակցել է եւ աղոթքին գնահատումը բերում է իրավական դաշտ ու հայտնում է քրեական օրենսգրքի մի հոդված, մի դիսպոզիցիա, որը այս նորամուծությունը Հոդվածի վերաբերյալ քաղաքական գործունեություն իրականացնելը։ Ջան, դուրս գանք հետո ավելի նաև մեղադրանքին ծանոթանանք ու այսինքն տղաները արդեն ներսում են։ Տղաներին բերել են, չգիտենք, հասել են թե չէ։ Մի հատ մտնում ինքնս հասկանեն։ Դեռ չեն հասել տղաները ճանապարհին են հիմա որայա արդեն կհասնեն։ Բայց ներողություն, մի ճշգրտող հարց, դուք այս ընթացքում այսինքն քանի որ նաև երեք խոսեցիք տղաների հոգեբանական վիճակի մասին, չէր փորձել շատ հարցեր տալ միջադեպի վերաբերյալ, բայց այդուհանդերձ ուզում ենք հասկանալ տղաները միջադեպը ի սկզբանե սկիզբ ինչպես այսինքն կանգնած էր Դավիթը իր տեղում իրեն հրել են ինքը այնտեղ լսվում է որ ասում է այտենց չնայես ինձ վրա ինչպես է եղել իր այդ միջադեպը որ նաև մեր հետևողների համար հարության համար բարդ տարբեր Բոլորիս համար է դա ակնհայտ, որ երեխեք աղոթագրքերը, տղաները աղոթագրքերը ձեռքները մասնակցում են պատարագին։ Հրելով, հրմշտելով ներս են մտնում, տեղ են ազատում, որպեսզի տանեն ամենասկիզբը մարդը կանգնացնի։ Եթե կտեսնեք, մինչև տղաներին հասնելը եկեղեցու սկզբնամասում արդեն իսկ այնտեղ սկսվում է այդ աղմուկը, աղաղակը, որ մարդիկ ասում են, մեզ մի հրեք, մի թողեք, մի մտեք այստեղ եւ այլն, տարբեր տիպի խոսակցություններ։ Հերթական անգամ երեխեքին նույնպես հրել են, Դավիթը ինչ է ասում, ես ուզում եմ իմ տեղը կանգնեմ, այսինքն մարդը կանգնած աղոթում էր, իր աղոթքներ անում, իրան հրում են, խցում են, ասում են, չէ դու ստեղ աղոթք մի արա, որտեղ ստեղով պետքա չգիտեմ։ Մարդիկ Մենք այդտեղ եմ ասում ավելի մանրամասն կանգնած պատահական չունեն, որ դա ասում, որովհետև Միքայելը եւ Դավիթը միշտ իրար հետ են դիմում, դա որոշակիորեն պայմանավորված է նաև Դավիթ առաջատարների պահպանվային միացնել առանց։ Չէ, իհարկե առանց։ Իսկ դուք ՆՓՆ-ից կամ ոստիկանությունից կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այսօր էին ներկայացրել կամ իրենք պահանջեն պատասխան, թե ինչու է ներքին ոստիկանություն նման կերպ տղաներին բերման կարգել։ Իսկ նրանց չէին եկել ասել ներկայացեք ոստիկանություն, որ հրաժարվել էին։ Իրանց միանգամից բերման ինչու նման կերպ, ուրեմն երբ որ ես ինքս տեսա նկարահանում եմ, որ ոնց են երեխաներին մտցնում կենտրոնի բաժին, քանի որ բարձրացան օրվա մեջ քանի անգամ ենք տեսնում այդ կադրերը, հա, ոստիկանն այս լավ պատասխան տվեց։ Մենք ենք նկարում։ Իսկ նկարում են, թե արդեն այդ ում համար են նկարում եւ ինչի համար է, կարծում եմ, էս էլ է բարձ, սա ինչ որ անձի համար է։ Սա ուղղակի մեր պետությունը լծված է ինչ որ անձի, որ ասում է բավարարելու համար։ Երևի։ Բայց պետք չի այդ ամեն ինչը անել եւ կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ։ Լավ, քանի անգամ կամ քանի դեպք գիտեք, մեկ օրում մենք ունենք 18 տարեկան 3 երեխայի նկատմամբ նույն գործելավոճը։ 18 տարեկան 3 երեխա հայտնվել են ԶՊՎ-ում, որովհետև ուղղակի հայտնվել են մի վայրում, որտեղ
հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Ինչեր sense այս ամեն ինչը, հա, ինքը շատ վտանգավոր, ինչեր նախադեպան, վտանգավոր բան է սերմանվում հիմա։ Ուղղված երեխաների դեմ։ Պետք չի այդ երեխաներին խառնել, ես չգիտեմ, դա քաղաքական է, քարոզչություն է, ինչ քարոզչություն չեմ հասկանում, ծաղկազարդը, ինչ քարոզչություն, ինչ քաղաքականություն, ժողովուրդ, ծաղկազարդը, ինչ գործունեություն, ծաղկազարդը դա քաղաքական, ասենք, կարա քաղաքական թեզի մեջ տեղավորվի։ Ոչ պետական, ոչ պաշտոնական կիրակի օրով եկեղեցում ծաղկազարդի արողակարգ։ Սա շատ իրականում շատ վտանգավոր նախադեպ է սրա։ Գևորգ Գևորգյանի հետ ներկայ